Պարոն Հակոբյան, դուք հանդիսանում եք ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը։ Գիտենք, որ կա նախագիծ, որով ֆակուլտետները միավորվելու են, որի արդյունքում դուք այստեղ չեք աշխատելու։ Հետաքրքիր է ձեր կարծիքը առհասարակ ֆիզիկայի ֆակուլտետի ներկայիս վիճակի վերաբերյալ եւ առհասարակ մի փոքր պատմեք ձեր ներդրման, ավանդի եւ ուսանողների, այսպես ասած, սովորելու ուսման մասին։ Շատ լավ, ուրեմն նախ սկզբից սկսենք նրանից, թե ինչ ենք արել առհասարակ։ Ես ուրեմն 5-րդ տարին եմ որ դեկան եմ ու շուտով ճիշտ ասած իմ ժամկետն էլ լրանում, այսինքն ոչ թե դուրս եմ մնացել, այլ ժամկետս լրանում է։ Եվ ինչեր եմ արել, նախ բացել եմ 3 նոր մասնագիտություններ, որոնք երկրին շատ պետք են։ 3-ն էլ տեխնոլոգիական մասնագիտություններ են։ Մեկը այն է, որ մենք պատրաստում ենք մասնագետներ, որոնք որ շատ լավ տիրապետում են IT ոլորտին, այսինքն մաթեմատիկա, կիրառական, ինֆորմատիկա, արհեստական բանականություն, բայց իրանք նաև ֆիզիկներ են, այսինքն իրանք պետք է հիմնականում կարող են իհարկե ուրիշ բնագավառում էլ, ուրիշ IT ոլորտում այլ բաներով էլ զբաղվել, բայց հիմնականում իրանք պետք է այդ բաները արհեստական բանականության այդ նոր էլեմենտները օգտագործեն ֆիզիկայի մեջ, որովհետև գիտությունը շատ արագ զարգանում է, հետևաբար ոնց որ օրինակ սրանից 10-20 տարի առաջ եթե դու համակարգչին չէի տիրապետում, մի քիչ դժվար կներ գիտության մեջ ինչ-որ լավ բաներ անել, որովհետև ամեն ինչ գալիս էր դրան, որ պետք է համակարգչով լավ հաշվես։ Արդեն անալիտիկ հաշվարկները այդքան բան չէին, էլի շատ արդյունքներ բաներ չէին տալի։ Հիմա էլ արհեստական բանականությունն է, ու հիշենք, որ երկու սահմանում կա արհեստական բանականության, էլի մարդիկ կան, որ մտածում են արհեստական ուղեղի մասին, այսինքն կենսաբանական տեսակետից արհեստական բանականություն, բայց մենք որ խոսում ենք արհեստական բանականության մասին, մենք խոսում ենք ուղղակի մեքենայի նոր տիպի ծրագրեր, հաշվիչ մեքենայի, որ իր հաշվարկի ժամանակ ինքը իր հաշվարկից սովորում է, դա է մեր ընդունած արհեստական բանականությունը։ Երկրորդը ասենք թե այնպիսի բաներ, որ մենք ուզում ենք պատրաստել եւ հիմա էլ ենք շարունակում ենք ուզել, որ այնպիսի կադրեր, այնպիսի շրջանավարտներ, որոնք շատ լավ իմանան ֆիզիկա, մի քիչ իմանան քիմիա, կենսաբանություն ու շատ լավ իմանան պաշտպանական խնդիրները։ Այսինքն մարդիկ, որոնց միջից կարող տաղանդավորները վաղ միսուրը նոր զենք ստեղծեն կամ եղած զենքը կատարելագործեն եւ այլն, որը բնական է Հայաստանի համար շատ անհրաժեշտ է։ Իսկ երրորդը նանոֆիզիկա եւ առաջատար տեխնոլոգիաներ, որը էլի կարևոր բան է, որտեղ ժամանակակից ուղղություն է, այդ ուղղությամբ շատ նոր նյութեր են ստեղծում, ասենք օրինակի համար մեր մոտ զրահաբաշխումներ են նախագծել, հայկական ու ստեղծում են 44-օրյա պատերազմի ժամանակ բանը մի 1000 հատ արդեն արտադրություն էլ կա, բայց մեր մոտ չի արտադրություն էլ, իրանք առանձին ֆիրման են ու մի 1000 հատ տվել են իրենց։ Ուրեմն այս մասնագիտություններ ենք բացել ու բանը լավ կլինի, չգիտեմ ոնց ասեմ, բայց լավ կլինի, որ հասկանան ու այս երկրի համար շատ կարևոր է հանգարց այս մասնագիտությունների վրա քար չգցեն մեր ոնց որ ասած համալսարանի ղեկավարությունը, նախարարությունը եւ այլն։ Բայց նաեւ շատ ուժեղացել են կապը դպրոցների հետ, շատ ենք հայցելում դպրոցներ։ Օրինակի համար անցյալ տարի 60 դպրոց ենք հայցելել, այս տարի որոշեցինք կրկնապատկել ու արդեն սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբերին այցելել ենք 57 դպրոց։ Հուսով եմ, որ մինչև տարվա վերջ կդարձնենք իրոք մի 120 դպրոց կայցելենք։ Եվ այդ այցելությունները մենք սկսել ենք 3-4 տարի առաջ, ու այս տարի, որ մենք գնում ենք դպրոցներ, մենք տեսնում ենք 3-4 տարի առաջվա մեր այցելության պտուղները։ Տեսնում ենք, որ երեխեք անապել սպասում են, երեխեքը ոգևորված են, ուսուցիչները նույնպես։ Հետո մենք բացի դրանից, այդ այցելություններից մենք անվճար պարապմունքներ ենք կազմակերպում, արդեն 3-րդ տարին է,
ֆիզիկայի ֆակուլտետում եւ հերավար եւ արկա եւ հերավարն ու արկան երկու ձևաչափով մեկը 7-ից 9 օր դասարանցիների համար, որտեղ բոլոր դասարանցիների համար մի քիչ դժվար այլ այդքան չեն կարա։ Մյուսը 10, 11, 12 դասարանցիների համար։ Առաջին տարին բնականաբար առանձնապես շատ մեծ ոգևորությունը շատ մեծ էր, բայց այցելությունը մեր երևի բոլոր ժողովուրդներն ունեցել։ Գրանցվում են մի ենթադրենք 500 հոգի, բայց գալիս են շատ քիչ։ Առաջին տարիները շատ քիչ էին, բայց մենք որոշեցինք անկախ նրանից եթե 4 երեխա էլ նստած լինի լսան, մենք պետք է դասանենք։ Ու այս տարի փառք Աստծո, որ բավականին շատ են, այս տարի մոտարապես 50-ի կարգի։ Եսի նկատի ունեմ 50 արկա, մոտարապես 40 հեռավար 7-ից 9 օր դասարանցիների համար։ Մի ասենք 30 եւ 40 էլ 11-12 դասարանցիների համար։ Ահագին բավականին շատ կրթաթոշակներ ենք սահմանում։ Մեր ամերիկյան գործընկերները միություն են կազմել ու որոշել են, որ գումար ներդնեն ու կներեք ու այդ գումարով ամսական $100 տալիս են որոշ լավագույն ուսանողների որպես կրթաթոշակ ու նաև հարցը մենակ կրթաթոշակը չի։ Կրթաթոշակի պայմանը այն է, որ իրանք պետք է ընտրեն իրանց համար մի դաստիարակ, անգլերեն ասած mentor, որը իրանց հետ կաշխատի տարվա ընթացքում, հոդվածներ կկարդան, իրար հետ կքննարկեն, այսինքն նպատակը այն է, որ նրանք ցույց տան, թե երեխան այդ մեր ուսանողները ինչ որ շատ են սիրում, այդ ուղղությամբ ինչեր պետք է անեն, որ իրանք լավ մասնագետ դառնան։ Ուսուցիչների վերապատրաստման այդպիսի բան ենք սկսել, այս տարի դեռ արձագանքը այդքան մեծ չի, նոր ենք սկսել, մի 10 քանի հոգի մասնակցում են։ Այս ամեն ինչը շատ կարևոր է, որ Հայաստանի, նույնիսկ մենակ Հայաստանի չի, Արցախի եւ Ջավախքի բոլոր շրջանների դպրոցականները կարող են մասնակցել, եթե ուսուցիչների հետ կապված է, ուսուցիչները կարող են մասնակցել։ Պարոն Հակոբյան, դուք շատ կարևոր նախադասություն ասացիք, որ ներդրումը, որը որ դուք արել եք, շատ կարևոր է, որ հետագայում համալսարանը ձեր բառով ասած ջուրը չգցի։ Ինչ եք կարծում, նախագիծը, որը որ կա, որը որ միավորվելու են ֆակուլտետները, մի փոքր դրա մասին խոսենք եւ անդրադառնանք նրան, թե օրինակ ձեզանից հետո ինչպես եք պատկերացնում, ինչ կլինի եւ ո՞նց եք ընդունել այն լուրը, որ դուք այլևս այստեղ չեք աշխատելու։ Մի քիչ ճիշտ արտահայտություն չի, ես էլի աշխատելու եք որպես դեկան, պրոֆեսոր եմ, դասախոս եմ, գիտնական եմ, վերջապես, այսինքն ես մի քանի հատ բաներ ունեմ, որպես դեկան չեմ աշխատելու, արդեն մարտի 1-ից ես որպես ֆիզիկայի ֆակուլտետի դեկան չեմ, որովհետև հոգաբարձությունների խորհրդի որոշմամբ մարտի 1-ից ձևավորվում է ռադիոֆիզիկայի ֆակուլտետը եւ ֆիզիկայի ֆակուլտետը միավորվում են ու դառնում է ֆիզիկայի ինստիտուտ։ Հա։ Ես իհարկե դժգոհ եմ եղել, մի քիչ հակադրվել եմ, պայքարել եմ, ինչին եմ դժգոհ եղել։ Ես ռեկտորատի ինչից եմ դժգոհ եղել, որ ոչ թե ես դեմ եմ միավորմանը, ես դեմ եմ արագ կրթության եւ գիտության բնագավառում պետք է ինչ որ փոփոխություններ անում են, շտապելով չանեն, պետք է դանդաղ անեն, որտեղ դա նուրբ ոլորտ է։ Ուրիշ բնագավառներում գուցե կարելի արագ անել, բայց այստեղ ու ես միշտ ասում եի, որ եկեք շտապենք, դանդաղ անենք, որովհետև այդ միավորման ժամանակ մասնագիտություններ պետք է միավորվեն, մասնագիտությունները պետք է փոփոխությունների ենթարկվեն եւ այլն։ Հոգաբարձությունների խորհուրդը որոշեց, որ մարտի 1-ից դա վատ է իհարկե։
Իսկ պաշտոնի առումով ես խնդիր չունեմ, այնպես չի, որ ես այդքան շատ ուզեցել եմ դեկան լինել ու հիմա ինձ համար ծանր է, որ դեկան չեմ, դեկան ես անկեղծ ասած որոշել եմ որպես դեկան աշխատել ու մրցույթին մասնակցել ու փորձել հաղթել, որովհետև այն ժամանակ ես տեսնում էի, որ ֆիզիկայի գործերը դեպի վատն են գնում, ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները շատ քիչ են, այն ժամանակ ես երբ որ դեկան եմ դարձել, առաջի կուրսում 30 ուսանող էր, հիմա իմ ուզած տեմպերով չէ, բավականին աճել է, հիմա առաջի կուրսի ուսանողները ընդունելությունը եղել է 84, շնորհիվ այդ մասնագիտությունների իհարկե, մարդիկ կան, որ ասում են, բա ամեն մի մասնագիտության վրա, որ բաժանեն, այդ ձև բաժանելով չի, բա պետք է ինչ-որ եղանակներ մտածես, որպեսզի հետաքրքիր դարձնես, երեխեքին գրավիչ դարձնես ֆիզիկան ու գան ֆիզիկայի ֆակուլտետ։ Հիմա ինչ վերաբերում է այսուհետ է, միավորումից հետո, ապագա տնօրենի հետ, այսինքն մարտի 1-ից հետո, որպես տնօրեն, ով որ պետք է նշանակվի, քանի որ կառուցվածքային փոփոխություն է լինում, հետևաբար նշանակվում է տնօրեն։ Հետո 1 տարի հետո, ինչ-որ ժամանակ հետո, երբ որ ամեն ինչ կարգավորվել է, կլինի ընտրություն, հա։ Հիմա այդ նշանակված տնօրենի հետ պարզ է, որ մենք աշխատում ենք, մենք պետք է բան անենք ու այն ծրագրերը, այն ամենը, ինչ որ ես արել եմ, պետք է շարունակենք անել ու ինչ որ պետք է կատարելագործել, լավացնել, այդ ուղղությամբ պետք է աշխատենք։ Այսինքն միասին տնօրենի հետ պետք է աշխատենք եւ ընդհանրապես բոլոր գործընկերներիս հետ պետք է աշխատենք, անկախ նրանից ես ինչ որ բանը պաշտոն ունեմ, ունեմ ադմինիստրատիվ պաշտոն էլի, ունեմ թե չունեմ, դա նշանակություն չունի ու մի քիչ առաջ հենց տնօրենի հետ զրուցեցինք, ինքը շատ ուրախացավ, որ ես ասեցի դպրոցների, բաների այն բաները, որ ես շատ եմ կարևորում, այդ դրանք իմ վրա կլինի։ Ես վերցնում եմ իմ վրա ու ինքը շատ ուրախացավ, որովհետև այդ դեպքում իր գործը բավականին հեշտ կլինի, էլի։ Ուսանողները ոնց են վերաբերվում այդ փաստին, որպես դեկան, որ չէ լինել։ Դա էլ ասեմ, որ բանը ոչ միայն քանակական փոփոխություն ա եղել, շատ կարևոր է, որակական լուրջ փոփոխություն ա եղել։ Այսինքն, եթե միշտ ընդունված է, որ բանը ենթադրենք ունենք այսքան ուսանող, մի 10-15%-ը փայլուն երեխեք են։ Ու միշտ է ֆիզիկայի ֆակուլտետում այդպես եղել է, 10-15% փայլուն երեխեք են։ Եսի նկատի ունեմ, որ ոչ թե հիմա փայլուն են 84-ի 15%-ը, որը ավելի շատ է, քան 30-ի 15%-ը։ Տոկոսով են շատացել, փայլուն երեխեք, շատ լավ երեխեք, հայրենիքին նվիրված ու մեր գործին նվիրված լավ երեխաներ են ընդունվել, առայժմ առաջի երկրորդ կուրսում, որտեղ այս 2 տարի է ինչ բացվել են մասնագիտությունները, դրա համար ու շատ լավ երեխեք են, դեկանի հետ աշխատում են բան, իրանք մի քիչ ոնց որ ասած անակնկալի եկան, իրանք լավ չեն ընդունում, ինչ եղավ բան, բայց դե բացատրական աշխատանք են կատարում, որ մենք կարող ենք ամեն ինչ անել, որպեսզի այս միավորումից մենք ավելի շատ օգտվենք, քան եթե չմիավորվենք։ Հիմա մեր խնդիրը այն է, որ մենք ամեն ինչ անենք, որ միավորումը բերի դրական փոփոխությունների ավելի շատ զարգացման։ Պարոն Հակոբյան, հիշում ենք, որ ժամանակին դուք ինքներդ համալսարանի ռեկտորին նկատմամբ լավ վերաբերմունք ունենք, բայց ձեր հարաբերությունները որևէ կերպ չեն փչացել այն լուրից հետո, որ դուք իմացել եք, որ այլևս չեք աշխատելու դեկան որպես։ Դե ճիշտ ասած, ընդհանրապես միշտ էլ այդպես է, որ եկեք սուտ չխոսանք, էլի, պարզ է սկզբնական էտապում ինչ-որ անակնկալ եւ այլն, ես կարողապատային ինչ-որ բաներ կտրուկ եմ խոսացել, ինչ-որ բաներ ասել եմ եւ այլն, բայց հիմա փառքաստու ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունները շատ լավ են, մնում են լավ ու մենք միասին պետք է այնպես անենք, որ ֆիզիկա մասնագիտությունը Հայաստանում
էլ ավելի զարգանա, էլ ավելի բարձր դիրքերում լինի։ Համենայն դեպս ես հավատում եմ, որ մեր ռեկտորը ասում է, պարոն Հովհաննիսյանը ասում է, որ ֆիզիկան Հայաստանի համար շատ կարևոր է, մենք ամեն ինչ պետք է անենք, որ ֆիզիկան բարձունքում լինի։ Գոնե մի քիչ մոտենանք այն վիճակին ֆիզիկայի, որը եղել է այն ժամանակներում, երբ որ ես երիտասարդ եմ եղել կամ ուսանող եմ եղել։ Այդ աշճանի դժվար թե մոտենանք, բայց գոնե կձգտենք դրան։